Պարոն Շարմազանov, 2002 թվականին հենց Անդրանիկ Մարգարյանի նախաձեռնությամբ Մայրաթուր Սուրբ Էջմիածնում կնքվեց համաձայնագիր հայ եկեղեցու պատմությունը առարկայի դասավանդման Ավեհապարի հետ հատուկ կառավարությունը պայմանաբանց հուշագիր ստորագրեց։ Ամեն դեպքում առաջինը թիրախավորվեց նաև այդ առարկան, արդեն հեռացվեց իշխանությունների թեթև ձեռքով, վերադառնալով հենց այս հարգանքին հայ առաքելական եկեղեցու հանդեպ, ինչ փոխվեց այսօր, որ իշխանությունները այսպես կարողացան սկսել դատել սեփական մեղքերը թողած հայ առաքելական եկեղեցուն եւ հոգեվոր առաջնորդներին եւ ինչ պետք է անել գործնականորեն աջակցելու եկեղեցուն, որովհետև տեսնում ենք ամենօրյա ռեժիմով հաթաթաներ եւ Զարա ջան, այնքան լավ հարց եք տալիս, բազմիցս երկար պետք է պատասխանեմ, էլի։ Տեսախցիկներին։ Հա։ Ես որ տեսախցիկներին չնայեմ, տեսախցիկները ինձ կնային, չէ՞։ Տեսեք, ժողովուրդ, երկու բան կա, մինչև եկեղեցու հարցին անդրադառնալը։ Սա աբսուրդ է, գիտեք ինչ է, որ Արցախը հանձնած է, 5000 զոհ տված է, 5000 զոհի պատճառ դարձած է, չգիտեմ, Արցախի հայաթափումը իրականացրած է, Ադրբեջանի եւ Թուրքիայի պասով ցեղասպանության պահանջատիրությունից հրաժարվողը, Երրորդ հանրապետությունից հրաժարվողը, Հայաստանի կադաստրի վկայական չունենալու մասին հայտարարողը, կանգնում է, ինքն է հարցեր տալի։ Սա մեր բոլորի, եւ լրագրողների, եւ քաղաքական գործիչների, եւ ընդդիմության, եւ ազգային բոլորի, եւ հոգեվորական, սա մեր բոլորիս խայտարակությունն է։ Մարդը պետությունը կործանել, այ տղա ջան, Արցախը որ հանձնել եք այդ կուսակրոնությունն է մեղավոր։ Մենք պետք է քեզ հարցեր տանք։ Դու ես ասել։ Ինչ պետք է այն էլ բանակցում եմ։ Դու ես ասել, ես սկսել եմ Սերժ Սարգսյանի, չեմ սկսել Սերժ Սարգսյանի կետից, իմ զրոյական կետից եմ սկսել։ Դու ես ասել Արցախը Հայաստանը եւ վերջ, այնուհետեւ գնացել ես Արցախը Ադրբեջանի կազմում ես ճանաչել։ Դու ես նույնիսկ պատերազմի ավարտից հետո 44 օրյա հայտարարել, որ Արցախի անկախությունը այլընտրանք չունի։ Դու ես 21 թվականին ասել անջատում հանուն փրկության, Շուշի եւ Հադրութի դեօկուպացիա։ Ու այսօր դու եկել ես, ինչ որ դու ես հարցեր տալի։ Մենք պետք է քեզ հարցեր տանք։ Եթե զեկերում մի հոգի պետք է ռադը քաշի հեռանա, դա դու ես։ Ու ամբողջ աշխարհում տես բան չկա։ Իշխանություններն են հարցեր տալի։ Այս մարդը նստելիք դա հարցեր, դուխի ես կուսակրոն, չէ, դուխի սենսես, այ քեզի բան։ Մենք պետք է քեզ հարցեր տա, դու ես պետությունը կործանել, դու որ դարձել ես զեկերի ղեկավար, երկու հայկական պետություն ա եղել։ Եվ ես կոչ եմ անում եւ հոգեվորականներին, եւ ընդդիմադիր գործիչներին, հերիք արդարանակ։ Հերիք արդարանակ, սրան պետք է ճանապարհենք։ Մենք իրան հարցեր ունենք, 5000 զոհ ոչ հոգեվորականությունն ա տվել, ոչ նախկինները, ոչ էլ լրագրողները, ոչ էլ ռուսներն ու ամերիկացիք։ 5000 զոհի պատճառը Նիկորն է, որը կանգնել ասել է, արդյունքը նույնը կլներ առանց զոհերի։ Հիմա այդ ասած մարդը եկել իրան իրավունք ա վերապահում, հարցեր ա տալիս, պահանջներ ա տալիս, եթե հենց այդ կառավարության շենքը մաքրին որ մտածյալ բաների մասին։ Սա մեկ։ Հիմա գանք եկեղեցուց։ Ինքով ա որ եկեղեցուց խոսում ա։ Կա սահմանադրություն, այս համատը հավատավոր ժողովուրդը թող գնա եկեղեցի Կիրակի օրը պատարագների մասնակցի հաղորդություն ստանա, բայց եթե նա մկրտված չի, նա ո՞նց կարա հաղորդություն ստանա։ Ինչքան գիտեմ, ասել եմ մկրտված չի։ Չմկրտված մարդը իրավունք չունի հաղորդություն ստանա, ոչ էլ պատարագների մասնակցի։ Դա նույն բանն է, ոնց որ ես գնամ մսկիթում աղոթեմ։ Սաղմոսները մեջ բերում։ Ցավը տանեմ, հիմի որ սաղմոսները մեջ բերում, սաղմոսները մեջ բերում, բայց սաղմոսները թարգմանած Լևոն Տեր-Պետրոսյանին ինչ ասես ասում են։ Հիմա ավարտեմ, մի վարտամ ասեմ, էլի։ Ես մի առաջնային ասեցի, չէ՞։ Սա արդյունքն է նրա, որ փոխարեն մենք իրեն հարցեր տանք, մենք իրեն պատին դեմ տանք, ճնշենք քաղաքական առումով։ Որտեվ ինքն է կործանել մեր հայրենիքը։ Մենք եկել արդարանում ենք, մեկը ասում է, վայ ես կուսակրոնություն չեմ խախտել, այն մեկն ասում է դուս դե արդարանալու թեմա չկա։ Եկեղեցին անջատա պետությունից։ Դու ով ես вообще դրա թե կա խնդիրներ։ Այդ խնդիրները եկեղեցին ինքն իր եկեղեցական ժողովներով կորոշի դու ով ես որ ցիցից խոթել ես եկեղեցի մեջ։ Ասիկը քու կառավարությունում սաղ չոտք ես արել, հիմա այլուց մեզ եկեղեցի մանես։ Կրկնում եմ Արցախը հանձնող մարդը 5000 զոհ տված մարդը, Արցախի հայաթափումը Ալիևի հետ կիսու ոչ մի բան չարած մարդը, երբ որ լռել է, երբ որ ասել է ես չեմ խառնվում, երբ որ արդարացել է էթնիկ զտում Արցախի։ Այդ մարդը ինչ իրավունք ունի ինչ որ մեկին հարցեր տա։ Սա մեր խայտարակ,
բարոյական, հոգեբանական, տո մարտական բոլոր վիճակների խայտարակության մասին է խոսում։ Մենք պետք է իրան հարցեր տանք։ Հերիք բոլա։ Ու բոլորին եմ ասում, հերիք ասես վախ խորած պատասխանեք։ Վայ ասես, վայ չասես, վայ կամ մեկ ասում բան ունեք, կամպրոմատ ունեք։ Եղբայրին ինչ պետք է անի, Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմ, դրանից մեծ կամպրոմատ։ Կանգնել ասել Արցախը Հայաստանի վերջը մի ասում Արցախն Ադրբեջանա։ Կանգնում ասում դեռ պետք է հասկանանք ցեղասպանությունն ինչու է տեղի ունեցել։ Ինչու 39 թվականին ցեղասպանության օրակարգ չկար, 59-ին առաջացավ։ Յա։ Այդքան բանը ձեզ քիչ, հա։ Էսի սատ հայկի ու բելի կռիվա։ Արթուր Մեջչյանն ասում է, սա հավիտենական պայքար է։ Հələ կտենանք, հայկն է հաղթալու ոսող բելին, թե հակառակը, ոնց որ երկի մեջ, թե ահա եւ վերջ կլինի։ Veranov է փակելու, պարոն Շարմազանով, ասում է հայրաքաղաք։ Հələ դուք ձեր ներքին հարցը լուծեք, լոր հասեք Ալաշուկյուրին, էլի։ Երկուսը համատեղ են, չէ՞ գործում։ Ասում են բոլոր համընկնումները պատահական են։ Զարա ջան, բերեք մենք միան մեր տաճարը մաքրենք, մեր տաճարը ասելով ես Հայաստանի Հանրապետությունի նկատի ունեմ։ Պարոն Շարմազանov, Հետո նոր ասնենք բանի, էլի։ բայց մտավախություն չկա, որ Կա։ պետական փոփոխությունների ժամանակ ինքը այնպես կանի, որ եկեղեցին այլևս անջատ չի լինի պետությունից։ Այդ ցավը տանեմ այնպես ոնց պետք է, եթե ժողովուրդը իրան պահի, ժողովրդի նման, ազգի նման, ոնց պետք է անի։ Բայց սահմանադրությունն է փոխում։ Ոնց է փոխում հանրակրվեով չեն փոխելու։ Որ դու չգնաս քվեարկես ոնց է փոխելու։ Ես չեմ գնա, բայց Դե դու չես 7 տարի է Դե եթե պետք է փոխի, ժողովուրդը պետք է ոչ մի բան չան ավարտեմ։ 21 թվականի խափելա։ Հիմա եթե այսքանից հետո, դե եթե պետք է խափի ուրեմն այս ժողովուրդը արժանի չի անկախ պետության, էլ ինչ եք ուզում ասեմ։ Եթե այսքան պետք է խափի ուրեմն դուք չհասկացա 5000 տարվա պետականություն ունեցող մարդիկ ամեն անգամ ասեք խափեք, դա ներեգություն է, չեմ ուզում այլ համեմատություն անեմ։ Չի կարելի ամեն անգամ նույն մինի վրա կանգնել ու պայթել վերջում ասել բանա։ Եթե դեմը մինայա դու չէ ականը դրածա, դու չես տենում, քեզ գուշ ասում են որ ունդ ականա, դու համառորեն գնում ես ոտը դնում ես այդ ականի վրա, վերջում ում ես Զել ասում եմ 7 տարի է։ Ես Ճանաչված Հայաստան կլի թե չի լինի։ Եվ Հայաստանը բաժանված է 3 մասի։ Մի մասը դա Նիկոլի վկաներն են, մի մասը, ամենամեծ մասը դա անտարբերներն են, եւ մի մասը ազգային հասարակությունն է։ Նեժդեհան բարերով ասեմ։ Նեժդեհն ասում է հասարակությունը 3 մասից է կախված։ Տականքը, ցանկացած հասարակություն, ժողովուրդը եւ ցեղը։ Ցեղը դա ազգային արժեքներովն է, տականքը հասկանալի է, ժողովուրդը չկողմնորոշված։ Երբ որ ցեղն է ավելի ակտիվ լինում, ինչպես 88 թվականին, 90-ականներին, դու ունենում ես 90%-անոց ցեղային հասարակություն, երբ որ տականքն է ակտիվանում, դու պարտվում ես։ Մենք պետք է մեր խնդիրները լուծենք, ժողովուրդ ջան։ Հիմա կանգնենք, լացենք, ասենք, վայ, ժողովուրդ, բանի վրա հարցա, էլ լավ է, ինչ պետք է անի։ Այս մարդը թող նույն ոգևորությամբ թող գեյների մասի խոսի։ Բաց չի ինչ անում։ Բայց եթե մենք իրեն մեր պայքարով, դուք ձեր հարցերով, հիշում եք մի ժամանակ, որ դու գնում եք ասում, լիստը մեկը ռիփսում, հարցեր եք տալի, ոնց է շշկրվում։ Բայց ինքը կոմֆորտ զոնայի մեջ է։ Մեր ասածը որն է որպես ընդդիմություն։ Ասենք ժողովուրդ ջան, չի կարելի մինչև 26 թիվը այս մարդուն թողած կոմֆորտ զոնայի մեջ գնահատության։ Կեսիդ բռնելու է, կեսիդ էլ հանձնելու է Բաքվի բանդ։ Այդ եք ուզում։ Հետո կգնաք նույն կամերում իրար հետ կխոսակ, ռազմիրատ կանեք, ով էր ճիշտ, ով էր սխալ։ Ստեսում։ Շնորհակալություն։